Իդեպ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խաղաղությանն ու դրա երաշխավորներին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քանիցս հայտարարել է. Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ։ Ամեն օր եւ ամենուր խաղաղություն գոռացող, բայց պատերազմով սպառնացող ԿՊԱ-ականներից մեկը, մասնավորապես ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանը, ի վերջո հաստատեց այս իրականությունը։ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ Եմեն եւ ոչ էլ գոնե Ռուսաստանը, այլ հենց Ադրբեջանն է ըստ ԿՊ-ի Հայաստանի խաղաղության երաշխավորը։ Այս հայտարարությունը թերևս շատ հարցերի պատասխաններ է տալիս։ Օրինակ այն, թե ինչպես է խաղաղության դարաշրջան բերած Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, պայմանավորվել է իր անվտանգության երաշխավորի հետ, կամ էլ ոչ թե խաղաղության դարաշրջան, այլ հանձնումներով խաղաղության մեկամյակ է բերել 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2026 թվականի սեպտեմբեր։